Հաշվարկ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, սկսենք այս ֆիլմը, որպեսզի ընդհանրապես ամբողջությամբ պարզ լինի ձեզ։ Գիտեմ, եթե մարդը վատ դրության մեջ է, եթե այդ պահին ցանկանում ես նույնիսկ ասել, որ քո դեղամիջոցը սա է, նրա ուղեղի մի մասը անդադ աշխատում է իր ձևով այդ վատ վիճակից ինչպես դուրս գա։ Նրան հետաքրքիր է այդ պահին ինչպես գումար աշխատի, ինչ-որ չափով իր ընտանիքը պահի եւ այլն, եւ հետաքրքիր չի նման թե ֆիլմը, թե իրոք իր վերջնագրի համար ինչ են նախապատրաստել եւ ինչ եմ նախազգուշացնում այսօր ձեզ։ Ամեն մի հարցի համար նորից փնտրենք մեկ պատասխան։ Տնաքանդություն։ Երբ որ սրան եւ ՀՇ-ի այդ 8 հոգուն տարան բուտերկա, մի մասին փակեցին եւ սրան տարան սովորեցնելու, թե ինչ պետք է կատարի Հայաստանում, թեպետ եւ Ռուսաստանի ԿԳԲ-ն, եւ Ռուսաստանի պրեզիդենտից սկսած մինչեւ վերջին տականքը ենթարկվում են բրուտներին, եւ ԿԳԲ-ի բրուտների կարող է մի լեյտենանտ, նույնիսկ լեյտենանտ էլ չլինի սերժանտ, նա է ղեկավարը ամբողջ Ռուսաստանի, ինչ ասում է վերևում կատարում է։ Եվ պատահական չէր Արցախի իբր առանձնանալը այդ Զորի Բալայան, Բաքվից հայերի արտաքսումը, այդ ամբողջը ծրագրավորված էր դեռ 200 տարի առաջ, թե ինչպես պետք է հայերին վերջնականապես դատապարտել ոչնչացման։ Դրա համար, երբ որ կարդում ես կամ ուսումնասիրում ես իրական պատմությունը, կամ երբ որ քեզ ցույց են տալիս Զապարոժեց մեքենան, ասում են սա Վոլգա է, դու ընդունում ես դա, կամ չես էլ հասկանում, որ դա Վոլգա մեքենա չէ կամ Մերսեդես չէ։ Այդ է տարբերությունը, որ մարդիկ չեն հասկանում, եւ դրա համար գտնում են հիմարներ, տականքներ, որոնք դա լավ կկատարեն, իսկ խելացի մարդը չէր կատարի, նա ինչ որ էս 4 տականքները, 5 տականքները կատարում են։ Եվ ամենատաղտկալի տականքը սրանց հայրը, որը 3-ի հետ, եթե 3-ին գումարենք եւ համեմատենք սրա հետ, կրկնակի ավելի մեծ հանցանք է գործել, քան 3-ը միասին վերցրած։ Այս տականքն էլ հետները։ Նա ինչ կատարեց։ Ամենատականք նրա կատարածը ցուրտ ու մութ տարիներն էր։ Ինչ է սա նշանակում։ Գործարանները սեփականաշնորհվում էին, բայց սա ստեղծեց էլեկտրաէներգիայի պակաս, արհեստական պակաս, որպեսզի ունևոր, ստեղծագործ մարդիկ վերցնեն իրենց ունեցվածքը, իրենց բիզնեսը, հեռանան այլ երկրներում դա ներդնեն, որպեսզի Հայաստանը ազատվի այն երակներից, որով սնվում է Հայաստանը, այն մուսկուլներից, որոնք ուժ են սրա գլխին տալու եւ ոչնչացնելու համար։ Դրա համար, եթե մենք վերցնենք մարդկությունը բոլոր երկրներում եւ միևնույն ժամանակ Հայաստանում, ապա 5%-ն է միայն ստեղծում բարիքներ, մնացածը աշխատում են այդ 5%-ի մոտ, կատարելով ցանկացած գործողություն։ Եթե այս տականքներին են դրել եւ այս տականքների մակարդակը, օրինակ Սերժիկի մակարդակը այնպիսին է, որ նա ստեղծագործող չէ, նա չի կարող ինչ-որ մի ֆիրմա ստեղծել, ինչ-որ մի արտադրանք ստեղծել, մի գիտահետազոտական ինստիտուտ ստեղծել, ապա Հայաստանը պետք է գար այսպիսի մակարդակի։ Դրա համար ինչ կատարեց այս տականքը, ամենատաղտկալի, ամենազզվելին, հեռացրեց Հայաստանից նրա տանիքը։ Հայաստանը այլևս տանիք չուներ։ Միևնույն ժամանակ այն կթու կովը,
գործարանները, ֆաբրիկաները քանդեց, դեն նետեց։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը սկսեց նվազել Հայաստանի, հասնելով այսօրվա ամենատաղտկալի իրավիճակին միայն կոնյակի համար և տեղական մի որոշ մասելի Ծիրան-Միրան են ուղարկում Ռուսաստան, որն էլ տեղ չի հասնում։ Ամենաթանկ և ամենակարևոր գիտահետազոտական ինստիտուտներ և գիտությունների ակադեմիան ոչնչացրեցին սրանք։ Եվ հետագայում ինչ տեղի ունեցավ։ Մնաց այստեղ միայն այն խավը, որը ոչինչ չէր կարող անել։ Եվ սյուներից մեկը, ամենակարևոր սյունը, բանակը ոգեզրկեցին, առաստաղ չուներ և այս սյուները չէին կարող նաև կանգնած մնալ։ Երկրորդը, ոստիկանությունը դարձավ իրենց համար ծառայող ծառաներ, դատական համակարգ և ԱԱՑ-ն նույնպես դարձան իրենց կամակատարները։ Մնացին այն ամենը, ինչ կա այսօր Հայաստանում, դա իրենց ձեռքում է, դա իրենցն է, սա իրենցն է, գյուղատնտեսությունը ոչինչ չի կատարում և մնացել է միայն պետությունը դատարկ հողի վրա և միայն դրսից է գումարներ ստանում այդ 90%-ը իրենց գոյատևությունը պահպանելու համար։ Մի մասը գնալով արտերկրներ Ռուսաստան, Թուրքիա աշխատելու և մի 2%-ը Եվրոպա կամ ԱՄՆ, իսկ մնացածը միայն նստած են դրսից եկող օգնությունների վրա։ Դրա համար էլ երկիրը պետք է դառնար Սախարա, անապատ։ Եվ միայն փոքրիկ գյուղատնտեսություն, ով մի փոքր հողամաս ունի, այնտեղ ձեռքով միայն, ձեռքի աշխատանքով ինչ-որ բան ստեղծել։ Սա է այդ ամենը, ինչ կատարեցին Հայաստանում։ Եվ եթե մենք վերցնում ենք տոկոսային հարաբերությամբ այս 4-ին գումարելով, սրա կատարած տաքանքությունը ավելի մեծ է, քան այս 4-ը միասին վերցրած։ Եվ այստեղ այս տականքը ճիշտ է, որ ասում է ես մեղավոր եմ, բայց գլխավոր պատասխանատուն չեմ։ Այսինքն ճիշտ հասկացեք, այս տականքին այս երեքը միասին հատկապես սա նշանակեցին նրա համար, որ սա Արցախը պետք է տա, բայց այստեղ միայն Արցախի հարցը չէր, այստեղ մի մեծ կոմբինացիա է, որը հիմա կբացատրեմ, կհասկանաք մնացածը։ Եվ սա հասկացավ, որ իր գլխին ինչ օին են խաղում, սկսեց բոլորին և նույնիսկ հրավիրեց, դե եկեք մի սեղանի շուրջ նստենք, բանավեճենք, ոչ մեկը չհամարձակվեց գնար, քանի որ այս տականքը իր կաշին փրկելու համար և այսօր էլ ունենալով այդ ոստիկանությունը, սրանց բոլորին կարող է ոչնչացնել, կարող է այս բոլորի հարցերը լուծել, թեպետ բոլորը միասին են։ Բոլորին թվում է, որ սրանք Մոսկվային են ենթարկվում, բայց իրականում սրանք բոլորն էլ կատարում են բրուտների հրահանգը։ Դա նշանակություն չունի, թե ձեզ Պողոսն է զանգում, ձեզ Պուտինն է զանգում, Ալիևն է զանգում, թե Էրդողանն է զանգում։ Այս 5-ն էլ բոլորն լավ գիտեն, որ այդ ովքեր որ իրեն զանգում են, նրանք ասում են բրուտի հրամանը, սա պետք է հասկանալ։ Եվ ինչ է մեզ մասին նաև այս մասում խոսում, տնաքանդության բաժնում, որովհետև լսում եմ, մոտ օրերս ավելի խորը լսեցի մոտ 10-15 հոգի այդ օգտվող
արևմտյան, ռուսական, Սերժի, Ռոբերտի, Լևոնի այդ բոլոր տականքներին լսեցի ամեն մեկը, ով իրեն վարձատրում է, սազնառած նրանց են սկսում գովաբանել, մյուսներին փնովել։ Այսինքն այս բրուտական խաղը նրա համար է, որ բոլոր կողմերից աղբ լսնեն ձեր գլուխը եւ դուք չհասկանաք, թե որն է դրանցից ճիշտը, որն է սխալը։ Եվ ասեք, այս սա տեսեք, հզոր տղա էր, ասես Նիկոլը տականք է, այսպիսին է, այնպիսին է, բայց նրանք վաղուց արդեն պայմանավորվել են երեկոյան, թե Նիկոլի հաշվին ով ինչ է ասելու, Սերժիկի հաշվին ինչ, նույնիսկ Նիկոլը Լևոնի հաշվին ինչ է ասելու, այդ ամենը դրա պայմանավորված է, ինչպես նաև նշել եմ, բրուտները, որպեսզի աշխարհը պահեն ստրկացած վիճակում ձեռնաշխտաներ գցեն, նրանք հասկացան այդ ամենը, որ ձեռնաշխտաները մարդիկ կարող են մեկը մեկին օգնելով անջատել եւ իրենց գլուխը կտրել։ Դրա համար պետք է մարդկանց գլուխը աղբով լցնել, եւ նրանք մտածեցին կրոնները, եւ այդ կրոնները այնպես ստեղծեցին, որ մեկը մյուսին փորձի ոչնչացնել։ Դրա համար այսօր մուսուլման քրիստոնյա այդ նաեւ որ քրիստոնյաները հայերս իմիջիալոց ատեն մուսուլմաններին եւ եվրոպական շատ երկրներ նրանց ասում են այդ կեղտոտները, այդ խոզերը մուսուլմաններն էլ ասում են այդ անհավատները նրանց գլուխը պետք է կտրվի։ Դա ձև է, որը օգտագործում է բրուտը աշխարհին իրար դեմ հանելու, որպեսզի մարդիկ զբաղմունք ունենան, իրար ոչնչացնեն եւ ժամանակ չունենան մտածելու, թե ինքը ինչ է կատարում։ Ես շնորհակալ եմ իմ պապերին, իմ ծնողներին, որ ես ունեցել եմ այն ժամանակը եւ հնարավորությունը եւ գրականությունը եւ այն մարդիկ իմ կողքին, որ հասկացել եմ դեռ 14 տարեկան հասակում, թե իրականում ինչ է կատարվում, ինչ է իրենից ներկայացնում սովետական միությունը, այդ կեղտոտությունը, ինչ է կատարվում աշխարհում եւ ովքեր ենք մենք հայերս այս աշխարհում։ Դրա համար ամենակարևորը ինֆորմացիան է եւ ոչ միայն ինֆորմացիան դա ամենակարևորն է, ինֆորմացիայի հետ միաժամանակ պետք է ունենաս հասկացողություն, միտք, խելք, որպեսզի կարողանաս այդ ինֆորմացիան օգտագործել ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Անցնենք առաջ։ Այժմ մի քանի երկիր կներկայացնեմ։ Ռուսաստան, այստեղ նայեք թվերով, գույնով, Ռուսաստանը նույնիսկ Հայաստանից փոքր, 1300 թվականին, երբ որ Հայաստան կար, եւ 300 թվականին, երբ որ մենք 301 թվականին քրիստոնեություն էինք ընդունում, ընդհանրապես այսպիսի երկիր էլ չկար։ Ինչ եմ ասում, միշտ որ սրանք մեր տարածություններն են եղել, ոչ թե հայրենիք, այլ տարածությունները։ Քանի որ հայերը տիեզերքի երկրագնդի արարիչ ազգն են հանդիսանում, ապա նրանք այստեղ հանդիպելով ցեղեր, նրանք մնացած մասում իրենք են եղել, ոչ թե գնացել են նրանց, այլ նրանց օգնել, որպեսզի կարողանան գոյատևել, քանի որ սա առաջինը չէ, 34-րդ էտապն է երկիր մոլորակում, որպեսզի գոյատևեն եւ ինչ որ չափով, եթե նույնիսկ մենք էլ վերանանք, ինչ որտեղ մարդիկ լինեն, թե կարող են, թե չեն կարող, դա արդեն մեզնից անկախ է։ Դրա համար հայը միշտ օգնող է եղել եւ տեսել է, որ իրար նկատմամբ կարող է նաեւ կռիվներ լինեն, միշտ սահման է եղել եւ ամեն մեկը ինչ որ կենթանու նման իր կլետկայում իր սահմաններից դուրս չի եկել, միայն այդտեղ կարողացել են աշխատել,
գոյատևել եւ օգնությունը բուսական աշխարհը, որբիսի եւ կենթանական ինչ օգտագործեն, որբիսի ուտեստներ ունենան, նորմալ գոյատևեն, հայրն են ամբողջ աշխարհին սովորեցրել։ Բայց երբ նայում ես Ռուսաստան կոչվածը մինչև 1700 թվականը, ապա նա ընդհանրապես այդքան մեծ էլ չի եղել։ Եվ այդ թվականներից սկսած 1700-800 թվականներից սկսած նոր Ռուսաստանին բրուտները տվեցին մնացածը Սիբիրը եւ այլն, որբիսի չինացի եւ ճապոնացի այլ ազգեր չկան դա զավթեն, եթե նրանք զավթեին Չինաստանը կամ Ճապոնիան, ապա բրուտների համար ավելի ծանր պայմաններ կլիներ։ Եվ միևնույն ժամանակ ներկայացնում եմ այս 6 նկարը։ Կարող եք այստեղ գտնել երկու անձնավորություն, որը նույն մարդն է։ Եթե ուշադիր դիտեք եւ հասկանում եք մարդու դիմագծերը եւ ականջների դիրքը, աչքերից սկսած կամ քթից սկսած, բոխախը, ճակատի ձևը եւ այլն, ապա կհասկանաք, որ այստեղ մի քանիսն են նույն մարդը, մնացածը նույն մարդը չէ։ Եվ ինչի համար են սա կատարել։ Երբ որ իրական Պուտինը հիվանդացավ եւ մահացավ, հաջորդ Պուտինները պետք է անպայման վերցնեին, հրաժարվեին Պուտինի կնոջից, քանի որ նրանք Պուտինը չեն, եւ նրանցից մեկը այդ սպորտսմենուհու հետ է, նրանից երեխա ունի, մյուսները պարզ էլ չի, թե նրանք ով են եւ ինչ կարգավիճակ ունեն։ Միայն բոյերի տարբերությամբ 2-ից 3 սանտիմետր կարճ կամ բոյով այս տականքներին վերցրել են, սովորեցել քայլելու ձևը, որը քայլել է առաջին Պուտինը, մի քիչ պահելու ձևը, բայց միշտ էլ լինում են թերություններ, 100%-ով չես կարող նմանեցնել, նույնիսկ շատ նման երկվորյակների մեջ նույնպես կա տարբերություն։ Դրա համար դիտեք եւ կհասկանաք, որ սա նույն Պուտինը չէ, եւ հասկացեք, վերցրեք Photoshop, մոտեցրեք, վերցրեք այնպիսի նկար, որ բոլորն էլ լինեն մեկ կողմի վրա, կամ շրջեք նկարը, թեպետ մեկ կողմի վրան ավելի ճիշտ է, եւ դրեք ականջները, աչքերը, հեռավորությունները, շրթունքների ձևը, կհասկանաք, որ նույնը չէ։ Իսկ եթե նույնիսկ ունենակ բերանը բաց, նույնիսկ ատամները 1-2 տարվա տարբերությամբ, ապա կտեսնեք, որ նույնիսկ նույն ատամները նրանք չունեն, նույն կառուցվածքը նրանք չունեն, եթե ավելի ուշադիր դիտեք։ Բայց ինչի էր հարկավոր բրուտներին, որ մնա սա, այս անունը հնչի, քանի որ այս անունը նրանց գլխավոր լրտեսն էր, երկու լրտեսներին Անդրոպովից հետո Չեռնենկոն նա միայն 1 տարով ժամանակավոր, երբ Անդրոպովին խփեցին, դրանից հետո Գորբաչով Ելցինը անցումային տականքներն էին, որոնք կատարեցին այդ անցումային գործողությունը, որից հետո երկարաժամ պետք է լիներ այս տականքը, որպեսզի ոչնչացներ Ռուսաստանի եւ էկոնոմիկան եւ ընդհանրապես վերջացներ խայտառակեր նաեւ այդ երկրին, որը կատարեց նաեւ ուկրաինական պատերազմի ժամանակ։ Եթե նույնիսկ ուկրաինական պատերազմներ չլիներ, բրուտները կգտնեին այլ միջոց նրանց վարկաբեկելու համար։ Անցնենք առաջ։ Իրանի շախի տղան, վերջին շախի տղան աղաչում է, որ պետք է կատարվի եւ որտեղ է գտնվում նահանգներում։ Ինչ է փախել նահանգներ։ Բրուտները նահանգների օգնությամբ կատարեցին հեղափոխությունը, քանի որ նրանց պետք չէր այլևս շահ, իսկ եթե որևէ մեկը հիշում է Պարսկաստանը, Իրանը
Շահի ժամանակ եվրոպական երկրներից ավելի զարգացած թե հագնելաձևով, թե վարվելաձևով լրիվ եվրոպական պետություններ, ավելի բարձր մակարդակի վրա, եւ պետք էր բերել այս մոլային, որպեսզի երկիրը դարձվեր նորից հետամնաց ոչնչացվող երկիր, եւ որն էլ դարձրեցին, թեպետ գիտատեխնիկական եւ գործարանները գործում են ինչ-որ չափով Իրանում գոյատևելու համար, դա էլ բրուտները թույլ են տվել, որպեսզի հետագայում պատերազմ ինչ-որ երկրի հետ, հատկապես կարող է Թուրքիայի հետ լինի, որ երկուսն էլ մասամբ ոչնչացվեն եւ բնակչությունը։ Եվ այստեղ ինչ եք տեսնում, բրուտները եւ Ռուսաստանը վերցնենք, ցարին ոչնչացրեցին, սրանց ցարին տարան, հիմա էլ անցնենք առաջ, վերցնենք Օսմանյան կայսրությունը, Թուրքիան։ Օսմանի ժամանակ այսքանն էր տարածությունը։ Եվ ինչ կատարեցին, թողեցին միայն Թուրքիան, այս ամենը վերցրեցին նրանցից, թեպետ սա 1700-ական թվականների քարտեզ է, այստեղ էլ հայերին ոչնչացրեցին եւ միայն հայերիս հաշվին է ամեն ինչ կատարում, բոլորը տվեցին, միայն հայերիս ունեցվածքը չտրվեց այստեղ։ Սա ինչի համար նույնպես կատարվեց, ինչի համար փոքրացրեցին, որ նորից մեծացնեն։ Եվ երբ որ Սադամին կախեցին, դրանից հետո Ամերիկան թույլ տվեց նաև Թուրքիան ներխուժեց Իրաք, Թուրքիան սկսեց սիրիական պատերազմը, Թուրքիան է հայերին ասում Էրդողանը վերջին լաշն է մնացել, դա Էրդողանը չի ասում, դա բրուտն է ասում։ Այսինքն եթե մենք վերցնում ենք նաև Օսմանին, ապա նա նույնպես, եթե մեր լեզվով ասենք, նույնպես թագավոր էր։ Նույնպես թագավորին պետք է ոչնչացվեր, ստեղծվեր հանրապետություն, որին ավելի հեշտ են կառավարում բրուտները, որպեսզի կատարեին իրենց հրահանգները։ Ահա այն բոլոր երկրները, որոնք ձեզ համար երկրներ են հանդիսանում, բրուտը ինչպես ցանկացել է, այնպես էլ կատարում է իր բոլոր ցանկությունները, իր բոլոր հրահանգները։ Այժմ վերցնենք եւ քննարկենք Նախիջևանի հարց։ Ձեզ թվում է Նախիջևանը Ստալինը տվեց կամ Աթաթուրքը վերցրեց, ոչ, դա Գևորգինգի, Անգլիայի թագավորի հրահանգն էր, այսինքն ինչպես նշեցի, դեռ 200 տարի առաջ որոշվել էր, որ հայերին պետք է վռնդվեր, իրենց հայրենիքից ոչնչացվեր, բարոյազրկվեր, հետո էլ տային այս բարակ վզով կնոջ գլխով այս քարտեզը եւ Նախիջևանը, որը պետք է լինի Արարատ լեռից հետո քրիստոնյաների երկրորդ սրբությունը, երրորդ հետ նոր Երուսաղեմը, ինչ կատարեցին։ Իբր նաև Իրանին ստիպեցին, որպեսզի Իրանը այստեղ մի փոքր ճանապարհ տա, փոխանակեցին իրար հետ, որպեսզի Թուրքիան կապ ունենա Նախիջևանի հետ, դա այսօրվա խնդրի լուծման համար էր։ Նա այդ հրահանգը եւ միևնույն ժամանակ, երբ որ այս տականքին եմ ցուցադրում, ասեմ նաև, երբ որ Կիլիկիայի 40 տոննա ոսկին էր տանում, խոստանալով, որ կմնա եւ Կիլիկյան պետությունը եւ Հայաստանը իր բոլոր վիլայետներով, խաբեց փախավ եւ նորագույն հրանոթները տալով սրան ոչնչացվեցին հայերը։ Իսկ այս Հայաստանը այն ժամանակ ինչի չոչնչացրեցին, այսօր թողեցին։ Քանի որ հայերը 120-ից 150 ռուբլով ինժեներատեխնիկական գիտական աշխատողները պետք էին սովետական միությունը զարգացնելու եւ սովետական միության բոլոր գիտատեխնիկական նորությունները, հատկապես Ելցինի
ջանքերով բոլորը տրվեց ամերիկացիներին, դա էր պատճառը, որպեսզի մենք ծրի աշխատենք և ստեղծենք այդ ամենը։ Իսկ եթե Հայաստանը այդ ժամանակ ունենար պետություն, ապա Հայաստանը կլիներ առաջիններից մեկը, որը և տիեզեր կթռչեր, քանի որ տարբեր հայ գիտնականներ, որոնք տիեզերքի համար մեծ գործեր են կատարել, չէին կարող թռչել և կապ չէին կարող ունենալ և հաշվարկային ձև չէին կարող ունենալ և այլն։ Շատ բաներ ես այսօր չեմ ասում, դա նեղ մասնագիտական է, եթե կցանկանաք նաև այդ մասին կխոսեմ։ Եվ որից հետո այսօր պետք է ոչնչացնեն բրուտների մեկ այլ ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Այժմ բրուտյան ծրագրի մասին։ Այստեղ իբր այս 5 հանրապետությունները և Թուրքիան, և Մոնղոլիան, և նաև հնարավոր է այստեղ նաև սրանց տիբետցիներին վերցնեն և ռուսներից ինչ-որ մասեր էլ միացնեն իրենց, այսպես այս ամենը վերցնելով, և եթե այսպես գալիս ենք նաև Պակիստան, Իրանն է մնում արանքում, և Իրանի հյուսիսի հարցն է այսօր դայն են վերցնում, մեզ էլ հետը, այսպես իբր մի մեծ թուրան, այստեղ էլ գտնվում են նաև այդ տագանկությունը ուրբանը, նաև այս մի քանի երկրներին կմիացնեն և հնարավոր է նաև սրանք էլ մտնեն մեջը, լինի մեծ թուրան։ Իբր մեծ թուրանը կղեկավարի Թուրքիան և մեծ թուրանը կլինի անկախ և ինչպես հիմա չինացիներին են ասում սպառնալիք է ԱՄՆ-ի համար։ Չինաստանը երբեք սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար և ԱՄՆ ոչ ոք է, որ սպառնալիք լինի նրա համար։ Նույնը կխոսենք նաև ԱՄՆ-ի մասին փաստերով, թե այդ երկիրը իրականում ինչ է, մուրջ և ոչ թե անկախ երկիր է, որպեսզի դա էլ լավ հասկանաք։ Հյուսիս-հարավ նաև պատերազմը Ամերիկային դիտարկեք, եթե կցանկանաք ինքներդ կհասկանաք։ Այս մեծ թուրանը իբր արդեն կապ չի ունենալու այս ամբողջ հարթեցման ծրագիրը կատարում է Տրամպը և բրուտները, բայց հետագայում իրենք պետք է հայտարարեն, որ այս մեծ թուրանը մեզ համար սպառնալիք է, պետք է ոչնչացնել, բայց հիմնականում նրանք ընդհակառակն են կատարել և ինչպես նշել եմ, մեծ թուրանի ծրագրի հիմնական մասը նա է, որպեսզի ատոմային զենք ունեցող երկրներին ոչնչացնել, միևնույն ժամանակ այս երկրներում մեծ բնակչություն ունենալով հանդերձ, այս երկրները ոչնչանան, ոչ թե ամբողջությամբ ոչնչանան, այլ բնակչությունը հասնի մինիմում այն մակարդակի, որը իրենք ցանկանում են։ Իսկ Չինաստանի հարցը, ինչի Չինաստանը այսօր սպառնալիք է, չէ որ Եղիսաբեթը այդ տականքներ ստեղծել ազատ շուկա ստեղծելով, Չինաստանին տալով արտոնություններ, ամենացածր գնով, քանի որ բիրժան նյութերի գտնվում են նաև բրուտների մոտ, սրանց մոտ իջեցնելով ամենացածր մակարդակի, աշխատուչն էլ մեկ աման բրինձ և ջուր, դուրս եկավ, որ սրանց արտադրած ապրանքը 5-ից 10 անգամ էժան է, քան ամբողջ Եվրոպայում կամ հին Սովետական Միությունում արտադրված ապրանքը, քանդեց արհեստները, գիտությունը այս երկրներում սրանց զարգացնելով, այսօր էլ սուտ արտահայտությունը իբր սպառնալիք է նահանգների համար։ Նրանք իրենց
այդ մի ծրագիրը կատարեցին, հիմա էլ էս մեծ թուրան կոչվածը ստեղծելով կատարում են հակառակ ծրագիրը։ Եվ այստեղ հարցը որն է, իրենք նորից գալու են աշխարհը փրկելու, քանի որ այս տականք մեծ թուրանը ոչնչացրեց այս երկրներին, այլ չեն ասելու, որ հենց Տրամպը արտահայտեց, որ բոլոր երկրներին զրկելու ենք ատոմային զենք ունենալուց, զրկելը ինչպես է լինում, միայն այս ճանապարհով։ Եվ կրկնություն չլինի, եթե ռուսները տեսնում են, որ այստեղից Մոսկվայի վրա գալիս է ռակետ, ապա նրանք պետք է Ղազախստանին ոչնչացնեն, Ուզբեկստանից գալիս է Պակիստանի վրա, Պակիստանը Ուզբեկստանի վրա պետք է գցի, Չինաստանի վրա գալիս է Մոնղոլիայից, նա Մոնղոլիայի վրա պետք է գցի, եւ վերջում, որ իբր սրանք են այս մեծ թուրան ստեղծողները, նրանց պետք է ոչնչացնեն, եւ քանի որ բրուտները արդեն 67 միլիոնից ավել են, բրուտները կտեղափոխվեն ամբողջ այս տարածությունը սրանց ոչնչացնելով, որ իբր մարդկության համար մեծ թուրանը եւ այս տեսակները վտանգ են հանդիսանում աշխարհի համար, սրանց ոչնչացնելով իրենք կտեղափոխվեն այստեղ։ Եվ իրենց նպատակը նաեւ դա է, որպեսզի հայերս չհասկանանք, թե ինչպես են դա կատարում եւ իրականում ինչ են կատարել։ Իսկ եթե ձեզ թվում է հյուսիս հարավ, արևելք արևմուտք, հնդկական ճանապարհ, մետաքսի ճանապարհ, չինական ճանապարհ, այդ բոլորը խաղեր են, նորից եմ կրկնում։ Եվ անցնենք ավելի խորը, որպեսզի հասկանաք այս ամենը։ Այստեղ մենք վերցնում ենք իրենց եւ այստեղ ենք վերցնում իրենց։ Եվ միևնույն ժամանակ այստեղ մնացած փոքր կղզիները կամ այստեղ երկրները, որոնք իրենցն են, չեն վերցնում։ Եթե մենք վերցնում ենք այստեղ պատերազմը այս ճյուղերով, ապա որքան հեռավորություն ունի այստեղից այստեղ, այստեղից այստեղ եւ այստեղից այստեղ, ապա դուք կհասկանաք, որ սա լավագույն լուծումն է բրուտագործի համար, որպեսզի այս մասից սրանք իրար ոչնչացնեն, որպեսզի իրենց ատոմային վնաս ոչ այստեղ լինի, ոչ այստեղ լինի, ոչ այստեղ լինի։ Ահա թե որն է սրանց այս կեղտոտ իբր խիտրի քայլը, բայց որը հասարակ սովորական տականքային քայլ է։ Եվ վերջում պետք է մեղադրեն այս բոլորին էլ ոչնչացնեն։ Հատկապես արդեն քանի որ մենք չկանք, ոչ թուրքերն են նրանց պետք, ոչ ազերիները։ Եվ այդ ամբողջը մեր տարածությունը սկսած Թուրքիայի տարածությունը, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, դա կլինի իրենց համար երկրորդ հերթական բուֆերը, որտեղ իրենք կտեղափոխվեն։ Այս ամբողջ խաղի իմաստը եւ այստեղ, եթե ուզում եք նաեւ մեկ այլ նորության մասին ասեմ, ծաղրածուն եւ տերը։ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին անվանել է ռասիստ եւ իսլամաֆոբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նրա ելույթից։ Եվ Տրամպը նրան պատասխանել է, նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը Տրամպը Լոնդոնի քաղաքապետի մասին։ Սա ՄԱԿ-ում Տրամպին է մեղադրում, Տրամպը հարցազրույցի ժամանակ ասում է սրան։ Եվ ինչ է պատասխանում բրուտը։ Տրամպը իրենից ինչ է ներկայացնում, որ նա պետք է որոշի, թե իմ ժողովուրդը ում է ընտրում իրեն քաղաքապետ։ Ոչ Պուտինը կտար նման պատասխան, ոչ Չինաստանի ղեկավարը,
ոչ էլ մեր տականք։ Այս մի խոսքով նորից պետք է հասկանալ, որ Տրամպը կարող էր ասել «Ձենդ կտրի խուլիգան շան տաղա, եսա երկրի դուրա 10 հատ բոմբ գցեմ կվերանաս աշխարհի երես»։ Բայց քանի որ Տրամպը նրան ծառան է, ինչպես նաև մյուսները, այստեղ լռեց, եւ սրան էլ պատահական չի դրած, եւ այստեղ էլ այս հարցերի մասին կխոսեմ ոչ այս ֆիլմում, նաև այստեղ խոսենք մի քանի դեպքի մասին։ Համեմատության համար ԱՄՆ $1 381, միտեղ էլ 374 հայկական դրամ, $1 81 ռուբլի, $1 թուրքական 42 լիր, $1 ադրբեջանական 2 լիր է կարծեմ սրանցը նույնպես, և $1 27 վրացական լարի։ Ինչ է մերը մնացել այս իրավիճակում, երբ որ սրանք փոփոխություն կատարեցին։ Եվ իրականությունը նա է, այստեղ իրականությունից մի քիչ զուրկ է, որ սրանք երկու անգամ վատ են ապրում, քան ամերիկացիքից մենք 384, սա չէ։ Հաշվարկները նաև, որպեսզի մենք ավելի սգենք, սա իրենց ավելի ձեռք է տալիս։ Նույնը սրանք որքան մեծացեցին, նորից սգում են, եթե 10 անգամ էլ մեծացնեն, նորից սգելու են, գալու են այս թվին։ Քանի որ տերերը ինչ ցանկանում են նրանց ասել, որ այդ կուրսը այդպես պետք է մնա, նրանք այդ ամենը այդպես էլ կատարում են։ Այստեղ իբր խիտրությունը սրա մեջ է, վերջի թվանշանի, այստեղ էլ սրանց այս թվանշանների մեջ է, բայց իրականությունը դա չի։ Իրականությունը նա է, որ տեսեք, բոլորն էլ վատ են ապրում նրանցից, բայց ամենից վատը մենք ենք ապրում, բոլորի մեջ։ Հոկտեմբերի 27-ը դա պատահականություն չէր, հոկտեմբերի 27-ը, երբ որ սրանցից պահանջել էին այս միջանցքը, ոչ միայն միջանցքը, պահանջել էին այսպես տալ, որպեսզի Արցախը մնար, այսքանը թողնում էին մեզ, բայց այսքանը պետք է տայինք, և սրանք չհամաձայնվեցին, և դրա համար ստեղծեցին այս տականքին, որ այս տականքը կատարեց, և եթե ինչ-որ բերդում է, այդտեղ հայ տղամարդ չկար սրան ոչնչացներ, կամ Դեմիրճյանի, այսինքն դրանք լակոտներ են, որ մեկին վարձատրեին սրան տեղում գյուլեր, ասեին ընտանիքիդ միլիոն կտամ, դու էլ այդտեղ մի ձևով ապրի։ Եվ պատահականություն չէր, որ հենց սրանց այդտեղ ոչնչացրեցին։ Եթե դրանք մնային, Լևոն Մևոնը չէին մնա։ Եվ այսօր, երբ որ ճշմարտությանն են գալիս, Նիկոլը ճիշտ է ասում, որ վաղուց նրանք արդեն համաձայնվել էին այդ ամենի հետ, և եթե Հայաստանը Նիկոլը ներկայացնում է այսպես, ինչպես անկլավներով և այլն, բայց չէ, ըստ բրուտների Հայաստանը պետք է կտրվի այսպես։ Ես արդեն վերջին նրանց նորություններն եմ ասում։ Հայաստանը մնալու այսքանը։ Այսքանից էլ փոքր, ես մի քիչ ավելի մեծ եմ ներկայացնում, այսքանից էլ փոքր։ Եվ Հայաստանը սահմանակից է լինելու միայն Ադրբեջանին և Թուրքիային։ Եվ դրանով Հայաստան գոյություն չի ունենալու։ Եվ բրուտները գալիս են իրենց գագաթնակետին, մեզ ոչնչացնելով այսպես։ Իսկ եթե այստեղից էլ արդեն պետք է փախչեն, Հայաստանը լքեն, պետք է գնան կամ Թուրքիայով, կամ պետք է գնան Ադրբեջանով, այդտեղ էլ տկարելու են բոլորին, մի հատ էլ հետևից սարքեն, կներեք, և որից հետո ուղարկեն։ Կանանց աղջիկներին էլ բռնաբարեն, հետո նոր ասեն դե գնացեք, կամ տեղում սպանեն։ Էս է Նիկոլյան այդ խաղաղության դարաշրջան, այսպես են կատարել, որը չտվեցին հոկտեմբերի 27-ի զոհերը, բայց այս տականքը համաձայնվեց։
Նորից եմ կրկնում, եթե տոկոսային հարաբերության մենք վերցնենք, ապա Լևոնին եթե տանք 100%, երեքը միասին 100% չեն կատարել, քանի որ Լևոնն է հետ ամենը կատարել, բայց սա լավ հասկանալով, սա ոչ միամիտ է, ոչ էլ խեղկատակ է, նա ինքը իրեն խեղկատակի տեղ դնելով կատարում է իր տերերի հրահանգը, եթե նայում ես մռութին, զզվելի տագանք է, բայց սրա մեղքը նա է, որ այդ լրփի լակոտ դու լավ էլ գիտեիր, որ քեզ ինչի համար են դնելու այդ պոստին, չհամաձայնվեիր, եթե համաձայնվել ես, պետք է տայիր մենակ Արցախը, ապա հիմի հետ կանգնի, կամ քեզ գյուլի, որովհետև դրանից հետո կրկնում եմ, եթե մի հայ էլ մնա, առաջինը քեզ են սատկացնելու նոր նրանց, որտեղ էլ փախչես, եւ բրուտների համար ամենաճիշտ տարբերակը, որ 4-ից էլ հայերը ոչնչացնեն, հայերը ոչնչացնելով 4-ից էլ հետքը ծածկվում է, իսկ եթե 4-ից էլ մնում եք, հետքը միշտ մնում է, դրա համար դա բրուտների համար ամենալավ տարբերակն է, որպեսզի 4-ից էլ սատկեք, 4-ից էլ սատկացնելու են, եւ Հայաստան կոչվածը ես մի քիչ այստեղ ավելի մեծ եմ ներկայացնում, երևի այսպես պետք է գա, 11,000-ի չափով են թողնելու, այստեղ երևի սաղ վերցնեն կամ այստեղ սենց վերցնեն, թողան միայն այս երկու մասը երևի այս մասերից էլ տան Թուրքիային վերջում թողնեն մի 11,000, 10,000-ի չափի, սա է, այս է Հայաստանը եւ սահմանակից կլինեք երկու եղբայրական երկրներ, դրա համար որոշեք, իսկ եթե Վաղարշապատի ընտրություններում չկարողացավ Վաղարշապատի բնակչությունը մի լավ տղա ընտրեր ու բոլորը գնային նրան ընտրեին, սրան ասեին, որ դու զրո ես, ինչ անդադ լռելով, ինչ եք ասնում, ինչ եք ասել մինչև օրս եւ դրանով լռելով ինչ եք ասել, Հայաստանում որտեղով գնում ես արդեն անապատ է, երկիրը անապատ է, եթե դուք համեմատեք Եվրոպայի հետ, դուք անապատ եք, դուք համեմատվում եք Նեպալի կամ աֆրիկական երկրների այդ տները, փողոցները, այդ փոշին, այդ ամեն ինչը, երբ որ տեսնում ես, նմանվում եք արդեն նրան, վերջանում է երկիրը, որը չեք հասկանում, այժմ երկու հարցի մասին էլ խոսեմ ու վերացնենք ցեղակրոն եւ լեգիոն, ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող, սա ասել է 100 տարի առաջ Գարեգին Նշտեն, մոտ 100 տարի առաջ, բայց այստեղ նաև մեկ ճշմարտության մասին խոսենք, Հայաստանի Հանրապետությունը, երբ որ այսքան էր սովետական միության ժամանակ, ես լավ էլ հիշում եմ, քաղաքներում գործարաններ, ֆաբրիկաներ աշխատում էին եւ քաղաքից հիմնականում կոշկակարներ կամ շինարարներ գնում էին Ռուսաստան, ավելի մեծ գումարներ աշխատում, պայմանագրային աշխատում, իսկ երբ Հայաստանում նայում էիր գյուղերը ամռանը, գյուղերում տղամարդ չկար, բոլորը դուրս էին գալիս գնում այլ Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան աշխատելու, մեծ գումարներով վերադառնալու, իսկ կանայք չէին կարողանում հողամասերը մշակել, ինչ կարողանում էին դա էին, քանի որ այստեղ երկիր չկար, իսկ եթե երկիրը ունենար նորմալ տարածություն, ամեն մեկը ունենար 1, 2, 10 հեկտար տարածություն, բոլորն էլ
կօգտագործեին և կմնային ինչպես Արարատյան դաշտավայրի ժողովուրդը։ Իսկ եթե մնալու է արդեն այսքանը կարող են միայն երևանցիք մնալ և այնտեղ կազինո լրբատներ բացելով, մնացածը պետք է լքեք երկիր։ Էս է իմ և Նժդեի ասածը, որը հաստատում եմ փաստերով։ Ցեղակրոնի մասին խոսեցի և լեգիոնները, մի քանիսը գրեցին, որ գիտեն լեգիոններ կան Ռուսաստանում, եվրոպական մասում մեկ լեգիոն է ստեղծվում, որը իրականում կա մոտարապես 30-32 հոգի տղաներ են լավ վարժված, մեկն էլ մեր կից երկրում է մոտ 22-25 հոգի լավ վարժված նորից տղաներ, մեկն էլ Ֆրանսիա, Բելգիայի այդ 60 հոգիանոց լեգիոնն է, գիտեմ այդ մասին և լավ էլ պարապում են, որոնց մեկի տրեները իմ ընկերներից մեկն է, պատրաստված տղաներ են, բայց այդքանը բավարար չէ, եթե նորից նույն մարդկանց համար են կատարելու, եթե մարդը փորձում է փոստն ընկնել, քաշում ես և հետո դու զբաղվում քո գործով նորից է գնում փոստն ընկնելու, ապա ինչի քաշես, եթե երկրորդ անգամ նորից նույն փոստն է ընկնել։ Վարդան Պետրոսյանի հավը դիտեք և կհասկանաք, որ սա է ճշմարտությունը։ Իսկ Արարատ լեռան մասին գրում են, որ Նոյը և այլն, ոչ մի նոյ չի եղել և ոչ մի Արարատ լեռան վրա չէր կարող իջնել։ Այդ մագնիսական դաշտերի փոփոխության ժամանակ արևի մագնիսական դաշտն եմ ցուցադրում, քանի որ երկրագնդինը չեն կարող այս զարգացած դարում հասկանալ ինչ է տեղի ունեցել, իսկ Արեգակի վրա 11 տարին մեկ հյուսիսային, եթե հյուսիսայինից հարավ է գալիս մագնիսական դաշտը փոխակերպվում է հարավից հյուսիս, նորից 11 տարի հետո հակառակը, մոտարապես 11 տարվա ընթացքում, և այդ ժամանակ այս հոսքերը Արեգակից ուժեղանում են, նույնը եթե մենք վերցնում ենք երկրագնդի վրա այդ 80,000 տարիների ընթացքում, հիմա պետք է շատ երկաշարժներ և այլն լինեն, բայց քանի որ օգտագործում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և վառելիք է օգտագործում, ապա երկրի բալանսային և մագնիսական դաշտի և տետե դաշտերը փոփոխության են ենթարկվում որոշ չափով, դրա համար էլ ձմռանը մինչև 80-ական թվականները Եվրոպայում թե Հայաստանում մոտավորապես 1 մետր ձյուն էր նստում, հիմա ձյունը գալիս հալվում է, դա է պատճառը և դա է պատճառը, որ երկրագունդը կորցնում է իր հզորությունը մարդկանց մատակարարելու այն սնունդը, որը ինքը տալիս էր մարդկանց մինչ այդ։ Մինչև 1800-ական, 1850-ական թվականները մարդու ձեռքի ուժը ավելի շատ էր, քառակի ընկակի անգամ, քան հիմա ամենալավ սպորտսմենը, քանի որ նրանք ստանում են երկրագնդից սնունդ, իսկ այն հարցը, որ Նոյը չէր կարող այստեղ իջնել 10,000 տարի առաջ, ոչ մի նման բան տեղի չի ունեցել, և եթե մի տաշտի մեջ մակետով այսքան դնեք Արարատ լեռան չափ և այդ տաշտի ջուրը բարձրացնեք ցնցուղով լցնեք, կտեսնեք, որ Արարատ լեռը ինչպես կա, նույն մակարդակի վրա է մնում ջուրը չէր կարող այդքան բարձրանալ և այլն, իսկ
3 միլիոն տարի առաջ, քանի որ եղել է մեծ ճոճեր, այդ ժամանակ ջուրը նույնպես ճոճվել է, ամենահարմարը և ամենաանվնասը իրենց համար եղել է այս մասը, և նրանք իջել են այստեղ և այստեղ։ Միայն մեկն է իջել այստեղից մոտիկ, դա 111 ինձ տվեց, որ նրանցից եղել են և գիտեն այդ մասին, իսկ մնացածը իջել են այս մասերում։ Եվ հայերին իջնելուց հետո, երբ որ այստեղ հայերը արդեն ծնվել են Արարատյան դաշտավայրում և շրջակայքում, առաջին օգնությունը նրանք են ցույց տվել, հետագայում այլ ազգերի ցեղերի, Հայան է ցույց տվել։ Դրա համար մեզ համար Արարատը հանդիսանում է սուրբ լեռ, և մենք նրանք տվել են մեզ իրենց տիտղոսը, հանդիսանում ենք արևորդիներ, և նորից կրկնեմ նախորդ ֆիլմին, ցեղակրոն, այսինքն քո տեսակն է, քո կրոնը, քո սրբությունը, քո ամենաբարձր աստիճանը, և կարելի նշտեն դա ի նկատի ունի օգտագործելով ցեղակրոնությունը, իսկ լեգիոնը դա այն ուժն է, երբ որ ներսից վնասվում է հայրենիքդ, ապա դրսից պետք է գա դեղամիջոցը, որը փրկի։ Այսքանը և հասկացեք, այս ֆիլմը, երբ որ խոսեցի, այս ամենը դա կարող եք ճշմարտություն ընդունել, կարող եք չընդունել հատկապես այս մասը, բայց ինքներդ մտածեք, և ով ինչ է ասում, և բոլորը մի համագումարի բերեք, վերցրեք սովորական 4 ֆորմատի մի թուղթ և գրեք իմ ասածները և նրանց ասածները և համեմատեք, որը կլինի այստեղ ճշմարտություն, որն է սուտ, և այս տականքին նայելով մարդու սիրտ է խառնում, ուրեմն չկա Հայաստանում որևէ մեկը, որ իր կյանքի ձեռքաշած ոչ թե Կիևյան Մոստին իրեն գցեր, այլ ոչնչացներ։ Եվ նաև այն հարցը, որ 10,000 օրինակ եք ասում, կարող եք բերել ոչնչացնելու, 10,000 օրինակը դեռ քիչ է, անսահման օրինակներ կա։ Ինչպես անեկդոտում է ասում է բժիշկ, բայց դուք այլ միջոցներ գիտեք, ասում է միջոցներ գիտեմ, բայց դուք հավ չունեք, բաց չունեք։ Միջոցներ կան, եթե դուք ֆիլմեր չեք էլ դիտում և ֆիլմերից չեք էլ հասկանում ինչ է, որ հասարակ օճառը նույնպես կարող է զենք դառնալ, հասարակ մեխը կարող է զենք դառնալ, կարող է գետնի տակից հարձակվել, կարող է գետնի երեսից, կարող է օդից հարձակվել, բայց միայն այս 4-ին միաժամանակ վերացնելու միակ ձևը դա 10 հոգեանոց մի խումբ է, որոնց մի մասը զինվորական ծագում պետք է ունենան, զինվորական կրթություն պետք է ունենան, որպեսզի կոնկրետ 4-ին նույն օրը նույն ժամին վերացվի։ Այսքանը։